Բարի գալուստ, ինչպես ստեղծեմ հոլովակների շարք։ Այսօր միասին ստեղծելու ենք կերպարների արագացումը, այսինքն ձախից աջ կերպարները երբ որ շարժվեն, գնալով ավելի արագանալու են։ Օրինակ, ինչպես ձինոյի կակտուսներ են։ Ձինոյի խաղում կակտուսները գնալով ավելի արագանում են։ Ընտրում եք ձեր ուզած կերպարին, իմ մոտ մեքենա է։ Մեքենան կշարժվի աջից ձախ, հետևաբար նրան պետք է պտտենք, այստեղ կդնենք ուղղությունը և պտույտի ձևը։ Եվ նա աջից ձախ է շարժվելու։ Ու քանի որ մենք ունենանք շատ մեքենաներ, մենք կստեղծենք նրա կրկնօրինակները։ Նույն բանը կարող է անել առանց կրկնօրինակ։ Դրեցինք դրոշակ, կառավարում բաժնից անվերջ, այնուհետև սպասել է դնենք, որ կրկնօրինակները շատ չստեղծվեն և ստեղծել իմ կրկնօրինակը։ Եվ այստեղ դնենք օրինակ 0.2 վայրկյան։ Այնուհետև մեր կերպարին տանենք աջ։ Ինչքան աջ կարող ենք, այդքան տանում ենք։ Տարանք աջ։ Ընտրում եք մոտավոր բարձրությունը, որտեղից է գալու, օրինակ կարող ենք այս սպիտակ գծից դնել։ Տարանք աջ և երբ սկսում եմ որպես կրկնօրինակ հրամանն ենք վերցնում կառավարում բաժնից, շարժ բաժնից գնալ դեպի հրամանը, հստակ նայում ենք, որ այս թվերը համընկնեն այս երկու թվերի հետ և տեղադրում ենք։ Այսպիսով մեր կերպարը աջ կողմում կստեղծվի։ Նաև, երբ որ նա ստեղծվում է, պետք է գնա ձախ այնքան մինչև կպնի ձախ եզրին։ Հետևաբար կառավարում բաժնից վերցնում ենք կրկնել մինչև և շարժ բաժնից վերցնում ենք փոխել x-ը, քանի որ ձախ է գնում, հետևաբար -10-ով։ Այստեղի արագությունը փոփոխելու ենք դեռ։ Այնուհետև փորձարկում ենք, երբ որ դրոշակը սեղմենք, նա գնում է ձախ, տեսնում ենք, որ մեր կրկնօրինակները ստեղծվում են։ Բայց երբ որ նա գալիս է ձախ եզր, դնում ենք կերպարին ոչ շատ հեռու, մոտավորապես այստեղ, նայում ենք այս թվին։ Թվերը կարող են տատանվել, նենց ենք դնում, որ դեռ ձախ տանելու տեղ լինի։ Մոտավորապես, այսինքն այստեղ։ Եվ նայում ենք մեր x-ի արժեքին, որովհետև ձախ եզրին պետք է կպնի։ Հաշվարկ բաժնից վերցնում ենք փոքրը, շարժ բաժնից վերցնում ենք x-ը, փոփոխականը, և այստեղ դնում ենք այս մեր թիվը, իմ դեպքում -277-ն։ Եվ վերջում, կրկնել մինչևի վերջում չենք մոռանում, կառավարում բաժնից ջնջել այս կրկնօրինակը դնում։ Փորձարկում ենք, նկատենք, որ գալիս են ու ջնջվում են։ Նկատենք, որ ջնջվեցին։ Ահա, օրիգինալը, բայց մեր մնացել է, հետևաբար նրան թաքցնենք տեսք բաժնից, թաքցնել և մեր կրկնօրինակին ցույց ենք տալիս։ Էլի տեսք բաժնից ցույց տալ, երբ սկսում են որպես կրկնօրինակի մոտ։ Դեռ այսպիսի տեսք ունենք, մեր կերպարները գնում են դեպի ձախ։ Եկեք մի քիչ դանդաղացնենք, թող 0.5 վայրկյանում եք ստեղծվեն ու ստեղծենք արդեն գնալով, արագանալու էֆեկտը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է փոփոխական։ Գնացինք փոփոխական բաժնի, ստեղծում ենք փոփոխական velocity, արագություն։ Արագությունը խաղի սկզբում, ինչպես մեր մոտ էր, կարող է լինել -10։ Հետևաբար, երբ դրոշակը սեղմում ենք, velocity-ն կսարքենք -10։ Այնուհետև, ինչ որ ժամանակում եք, արագությունը կփոփոխենք, այսինքն կշատացնենք, բայց քանի որ ձախ է գնում, հետևաբար մինուսով պետք է փոփոխենք։ Եկեք վերցնենք էլի դրոշակ, անվերջ, եկեք այս անենք, velocity-ն դնենք այստեղ, դրոշակ, անվերջ և ստեղ դնում ենք փոխել velocity-ն -0.5-ով օրինակ։ Եվ նայում ենք այստեղ, կտեսնենք, որ երբ որ դրոշակին սեղմենք, նրա արագությունը կսկսի փոփոխվել։ Նաև եկեք այստեղ -10-ը փոխարինենք մեր velocity փոփոխականով։ Ու շատ արագ որ չփոփոխվի, դնում ենք սպասել էլի կառավարում բաժնից, սպասել 1 վայրկյան, ուշադիր նայում ենք, նկատում ենք, որ արագությունը 1 վայրկյանում է ավելի շատանում։ Կարող եք փոփոխել 0.5-ը օրինակ -1 դարձնել, որ շատ ավելի արագ փոփոխվի այն։ Նկատենք, որ փոփոխվեց, բայց ինչ-որ մի պահի նա շատ արագ է լինելու, հետևաբար եկեք որոշենք, օրինակ, որ -30-ից ավել էլ չբարձրանա։ Դրա համար վերցնում ենք եթե ապան, հաշվարկ բաժնից փոքրեն և փոփոխական բաժնից velocity։ Եթե այսպես տեղադրում ենք,
Եթե մեր velocity-ն -30-ից մեծ է, հետևաբար նրան փոքրացնում ենք, բայց եթե արդեն դառնա -30-ից փոքր, էլ կարիք չի լինի նրան փոքրացնել։ Եկեք այստեղ դնենք մի քիչ մեծ թիվ, 15, 20, 25, 30 և կանգ է առնում, 30-ից արագ էլ չի լինի։ Դուք եթե ուզում եք օրինակ 40-ից արագ չլինի, այստեղ թիվը փոփոխում եք, դարձնում եք ձեր ցանկացած թիվը։ Նաև համապատասխան կարող եք փոփոխել վերևից սպասել։ Կարող ենք մենք տվյալ դեպքում դնել պատահական թիվ, օրինակ 0.5-ից մինչև 1 վայրկյան, որ պատահական սկզբունքով մեր մեքենաները հայտնվեն, որ իրար հետևից անընդհատ չկան, այլ պատահականության սկզբունքով կան։ Velocity-ն մեզ այլևս հարկավոր չէ, նրան կարող ենք թաքցնել փոփոխական բաժնից և վայելել մեր մեքենաների արագությունը։ Այսպիսի արդյունք ստացանք, երբ որ սեղմում ենք դրոշակին, մեր մեքենաները աչից ձախ սկսում են շարժվել և գնալով ավելի արագանալու։ Ու հենց որ հասնեն 30 արագությանը, այլևս չեն մեծանա, բայց դուք կարող եք փոփոխել, օրինակ մինչև 40 կամ առհասարակ չդնեք ինչ-որ սահմանափակում։ Չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես նոր հնարք դնել։